Աբու Դաբիում կայացել է Ադրբեջանի եւ Իսրայելի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Գիդեոն Սաարը տեղեկացրել է, որ Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր։ Նրա խոսքով Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերություններն ընդլայնվում են եւ ընդգրկում ռազմավարական, դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ եւ այլ ոլորտներ։ Սաարը վստահեցրել է, կշարունակեն ամրապնդել գործակցությունը։ Բայրամովն էլ նշել է, որ ի թիվս այլնի անդրադարձ է եղել տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն մեկնաբանել է Իրան-ԱՄՆ լարվածությունը, նշել, հնարավոր հակամարտությունը կհանգեցնի ողբերգական հետևանքների տարածաշրջանի համար։ Մոսկվան չի ցանկանում, որ նման բան տեղի ունենա, շեշտել է Պաշտոնյան, հավելել, պատրաստ են անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև բանակցություններին։ Միևնույն ժամանակ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Իրանի միջև կնքված ռազմավարական գործընկերության համաձայնագիրը չի նախատեսում ռազմական դաշինքի ստեղծում կամ ռազմական օգնության տրամադրում։ Դոնեցկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերը գերի են վերցրել չինացի 2 զինվորականի, որոնք կռվել են Ռուսաստանի կողմից։ Բելգիայի վարչապետի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի խոսքով Կիևը տեղեկություններ ունի, որ Չինաստանի քաղաքացիները կռվում են ռուսական բանակի ստորաբաժանումներում։ Նա հայտնել է, որ Ուկրաինայի արտգործնախարարին հանձնարարել է անհապաղ կապ հաստատել Պեկինի հետ։ Մենք չենք կարող պատերազմել միանգամից մի քանի երկրի ուժերի դեմ։ Ակնկալում եմ, որ հիմա Վաշինգտոնը ստեղծված իրավիճակը կքննարկի առաջին հերթին Կիևի, այլ ոչ Մոսկվայի հետ, հավելել է Զելենսկին։ Բելգիայի վարչապետն էլ ընդգծել է Ուկրաինային աջակցությունը շարունակելու կարևորությունը։ Բարդ Դևևերը խոստացել է պաշտպանական ոլորտի համար տարեկան 1 միլիարդ եվրո հատկացնել Կիևին, զենքի համատեղ արտադրություն սկսել, նաև այս տարի F-16-ների առաջին խմբաքանակն ուղարկել Ուկրաինա։ Նա կոչ է արել Եվրոպային ուժեղանալ ռուս-ուկրաինական կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ տեղ ունենալու համար։ Ուկրաինայի նախագահն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ Ռուսաստանի Բելգորոդի մարզում ուկրաինացի զինվորականներ կան։ Վոլոդիմիր Զելենսկին շեշտել է, սահմանամերձ շրջաններում ակտիվ գործողությունները պատասխանն են ռուսական հարձակումներին։ Դա միանգամայն արդարացի է, պատերազմը պետք է վերադառնա այնտեղ, որտեղից եկել է, ասել է նա։ Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանի տարածքում ուկրաինական գործողությունների հիմնական նպատակը Սումիի եւ Խարկովի պաշտպանությունն է, որոնք պարբերաբար գնդակոծում են Ռուսաստանի զինված ուժերը։ Միևնույն ժամանակ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է Կուրսկի մարզում ուկրաինական ուժերին հետ մղելու եւ նոր տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին։ Գերատեսչությունը նաեւ մեղադրել է Ուկրաինային ռուսական էներգետիկ ենթակառուցվածքը թիրախավորելու համար։ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների դիվանագետներն առաջիկա օրերին կանցկացնեն բանակցությունների երկրորդ փուլը, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Մարիա Զախարովայի խոսքով օրակարգում է երկու երկրի դիվանագիտական առաքելությունների աշխատանքի կարգավորումը։ Նա հաստատել է, որ այս հանդիպումը, ինչպես եւ առաջինը, տեղի կունենա Ստամբուլում։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ալեքսանդր Դարչիևը որպես Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան։ Ամերիկյան պատվիրակությունը պետքարտուղարի տեղակալ Սոնատա Քոուլթերը։ Մանրամասնել է Զախարովան։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակը հայտարարել էր, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը զգալի ջանքեր են գործադրում հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Բայդենի վարչակազմի օրոք երկկողմ շփումներին սարսափելի վնաս է հասցվել։ Փոխադարձ վստահությունը դեռ պետք է վերականգնվի, հավելել է Պաշտոնյան։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանական բյուջեն կհասցվի $1 տրիլիոն։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով սա ռեկորդային ցուցանիշ է եւ առաջինը պատմության մեջ։ Պետք է ուժեղ լինենք, շուրջ բոլորը շատ վատ ուժեր կան, մտահոգություն է հայտնել Թրամփը։ Նա սակայն չի հստակեցրել, արդյոք այդ գումարը նախատեսված է միայն Պենտագոնի համար, թե ընդգրկում է ազգային պաշտպանության ամբողջ բյուջեն։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթն իր հերթին նշել է, որ Թրամփը շատ արագ վերակառուցում է ամերիկյան բանակը։ Պոլիտիկոն անակնկալ է որակել Թրամփի եւ Հեքսեթի հայտարարությունները հաշվի առնելով, որ դաշնային բյուջեն հրապարակվելու է մայիսին։ Դիանա Գասպարյան, լուրեր։